Ինչու Պարսից շապու արքան հայկական հող փռեց գերի տիրակալի ոտքերի տակ։ Բացահայտեք հնագույն հոգեբանական առեղծվածը։ Պատմիչ Փավստոս Բուզանդը նկարագրում է հայրենի հողի մոգական զորության անհավանական գաղտնիքը։ Տիզբոն հրավիրված հայոց Արշակ թագավորի հավատարմությունը ստուգելու համար շապուհը դիմում է աննախադեպ խորամանկության։ Պարսից իմաստասերների գաղտնի խորհրդով նա Հայաստանից բերված հողը փռում է իր արքունական պալատի մի հատվածում, որպեսզի ստուգի արյան և հողի էվոլյուցիոն կապը։ Առաջին ապշեցուցիչ փաստն այն է, որ երբ երկու արքաները ճեմում էին պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում էր, աղերսում ներողություն և իրեն անվանում մահապարտ ծառա։ Բայց ահա երկրորդ, առավել ցնցող դրվագը։ Հենց Արշակը ոտք էր դնում հայոց հողի վրա, նրա կեցվածքն ակնթարթորեն փոխվում էր։ Նա ամբոստանում էր, հպարտանում և շապուհին անվանում չարագործ ծառա, սպառնալով դաժանաբար վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Նույնիսկ չող խնջույքի ժամանակ, երբ Արշակին նստեցրին ամենավերջին տեղում, բայց հայկական հողի վրա, նա անմիջապես ոտքի կանգնեց և հզորագոչ պահանջեց իր արքայական գահը։ Բուզանդը հանչարեղորեն ընդգծում է, մայր հողի կախարդական զորության գաղափարի հեղինակը հենց թշնամիներն էին, որոնք մահու չափ սարսափում էին այդ անտեսանելի ուժից։ Հայրենի հողը պարզապես ֆիզիկական տարածք չէ, այն մեր ազգային օգու գեներատորն է։ Օտարության մեջ մարդն անխուսափելիորեն կորցնում է իր ինքնությունը, իսկ սեփական հողի վրա վերագտնում իր անպարտելի զորությունը։ Պահպանեք այս տեսանյութը և գրեք մեկնաբանություններում, արդյոք այսօր մենք զգում ենք հայրենի հողի ուժը։